Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Առաջին լրատվականը շարունակում է իր աշխատանքը ուղիղ եթերում եւ նյուանսներն են։ Հայաստանի տնտեսությունը կանգնած է տրանսֆորմացիոն փուլերի այս շեմին, մի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը խոշոր գործարարների հետ եւ խաղաղության խաչմերուկի ընձեռած հնարավորությունները, մյուս կողմից տարածաշրջանային անկայունությունը, Իրանի շուրջ պատերազմական սցենարի հնարավոր ռիսկերը եւ դրանից բխող տնտեսական ճգնաժամի վտանգը, որի մասին բարձրաձայնում են փորձագետները։ Ինչպես այս մարտահրավերների պայմաններում շնչում հայաստանյան բիզնեսը եւ ինչպես պետք է հայ գործարարը պատրաստվի այս ճգնաժամային իրավիճակներին։ Այս թեմայի շուրջ ավելի մանրամասն կզրուցենք Արտլանջ ընկերության ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մելքոնյան։ Վաղուց չէինք հանդիպել տաղավարում, խոսում էինք այն ժամանակ ավելի տնտեսական աճի զարգացման թեմաներից, իսկ հիմա մենք արդեն պետք է այս ամենը իմպլեմենտացնենք ավելի կրիտիկական իրավիճակներում։ Դուք մասնակցել եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը խոշոր գործարարների հետ եւ նա նշեց այդ հանդիպման ընթացքում, որ Հայաստանը իր պատմության մեջ չի ունեցել այսպիսի երբևէ աննախադեպ հնարավորությունների շրջան։ Որպես գործարար, որը անմիջականորեն առնչվում է հենց իրական շուկայի հետ, ինչպես է գնահատում իրավիճակը առհասարակ, թե այդ հայտարարությունները նաև որոշակիորեն հանգստացնելու միտում ունեն կամ ինչ-որ մի բան հստակ չէ, գուցե բարձրաբանեք եւ ձեր մեկնաբանությունները սրա վերաբերյալ։ Ես կարծում եմ միակողմանի այդ հարցին նայել սխալ կլինի, քանի որ ինքը ունի երկու կողմեր, ինչպես նշեցիք, մենք ընդամենը ամիսներ առաջ մեր հանդիպումը մենք խոսում էինք զարգացման եւ ընդհանուր ոլորտների մասին, ինչ է կատարվում եւ հիմա մենք պետք է խոսենք ավելի ճգնաժամային իրավիճակի մասին, որովհետեւ հենց մեր սահմանների մոտ կատարվում են շատ վտանգավոր գործողություններ, աշխարհը ընդհանրապես աշխարհն է փոխվում իր ձևով, նաեւ այստեղ մեծ ազդեցություն է գործում իհարկե օրորի նույնիսկ կարելի ասել AI-ի զարգացվածությունը, արհեստական ինտելեկտի զարգացվածությունը, որը այո, մի կողմից տալիս է մեծ հնարավորություններ, այն առումով, որ եթե օրինակ 10, 15, 20 տարի առաջ շատ մեծ կապ ուներ, թե դուք որտեղ եք գտնվում տարածաշրջանով, որտեղ եք գտնվում, ինչ խնդիրներ, այդ խնդիրները պետք է լուծեիք, այժմ սիտուացիան այնպեսին է, որ դուք ընդհանրապես աշխարհի որ կետում էլ գտնվեք, հնարավորությունները ավելի շատացել են եւ դա մեր տարածաշրջանին է բնականաբար վերաբերվում, պարզապես բիզնեսը պետք է այդ մարտահրավերները ընդունի, շատ արագ, շատ ճկուն լինի, այստեղ արդեն մեծ խնդիր ունի նաև բիզնեսը կարողանալու համար այն արագությունը, որը կատարվում է ամբողջ աշխարհում, դիմանա այդ արագությանը։ Եվ ինչի դիմանա, որովհետև եթե չհասցրեց ինքը փոփոխվել, պարզապես հետ կընկնի, եւ այստեղ մենք մի քիչ խնդիրներ ունենք, հայկական բիզնեսի մասին է խոսքը, ինչի խնդիրներ ունենք, որովհետև ցավոք սրտի Հայաստանում դեռ չի հասցրել բիզնեսը այնպես ամրապնդվել եւ այնպիսի հիմքեր եւ արմատներ ունենալ եւ այնպիսի բյուջեներ ունենալ, որ կարողանա ինքնուրույն այս ամեն ինչը հաղթարել։ Իսկ որպես կանոն հայերը միշտ իրենց ճկունությամբ են հայտնի եղել։ Մենք տեսնում ենք, որ այն մարդիկ, մեր հայրենակիցները, որոնք տեղափոխվում են օտար երկիր, շատ արագ հասկանում են այդ երկրի կոնյունկտուրան, ստրուկտուրան ու միջինից հիմնականում միջին խավից բարձր կենսամակարդակ են իրենց ապահովում։ Ինչն է խնդիրը, որ այստեղ այդ ճկունությունը չի կարողանում գործել եւ արդյոք մեր բիզնեսը, որոնք բիզնեսմենները, որոնք շատ ադապտատիվ են, ճկուն են, այս պարագայում այդքան չեն կարողանում լավ հասկանալ իրավիճակը։ Շատ լավ հարց է, իրականում շատ խորքային խնդիր կա։ Մենք խոսում էինք վերջերս երիտասարդների հետ, մի քանի երիտասարդներ, ովոնք ստարտափ էին սկսել, բավականին հաջողված, եւ ես իրենց հետ զրուցում եմ եւ ուզում եի հասկանալ իրենց նպատակը, հաջորդ քայլերը, իրենց վիժնը ինչպես էին տեսնում։ Բոլորը մեկ ձայնով նշում էին, որ հաջորդ քայլը իրենք բացվեն Սիլիկոնյան հովտում։
Եվ հարցնում եմ ինչի, վերջի եթե դուք այս դարում կարող եք ստեղել նույն ձևով ձեր գործունեությունը ծավալեք եւ ինչն է հարցը, ասում եմ ցավոք սրտի, երբ որ մենք ստեղ ենք ներկայացված, Հայաստանում ենք ներկայացված, մեզ այդ լրջությամբ չեն ընդունում։ Ամբողջ սա մի փոքր լուրջ խորհրդային խնդիր է եւ ես տարբեր տեղերում երբ խոսում եմ ընդհանուր Հայաստանի վարկանիշի բարձրացման եւ Հայաստանի հզորացման հարցը, այստեղ ոչ միայն գալիս է պետության հարցը, այլ դրանից շահում է, ես միշտ նշել եմ, ամեն անհատ եւ ամեն գործարար։ Եվ եթե այդ օրինակ ստարտափը սկսվել է Ամերիկայում, Սիլիկոնյան հովտում, կամ սկսվել է, չգիտեմ, Ֆրանսիայում, կամ նույնիսկ Լեհաստանում, հա, իրենք ավելի մեծ շանս ունեն աճելու եւ շատ արագ ավելի աճելու ներդրումներ ներգրավելու։ Այսինքն իմիջի խնդիր է։ Իմիջի խնդիր կա, անպայման։ Իմիջի խնդիր ունի, վստահության եւ իմիջի խնդիր կա, վստահություն ինչով պայմանավորված։ Վստահության պետության վարկանիշի, այո։ Իսկ նույն թրիփի հնարավորությունները, որ խաղացան խաչմերուկը, որ մասին շատ խոսվում է, որ ներդրումներ են լինելու, հնարավորություններ են բացվելու, արդյոք սա չի փոխի խաղի կանոնները ըստ ձեզ, թե կարող է հակառակը լինել, որովհետեւ շատ է խոսվում նաեւ այն մասին, որ դրսից ավելի ազդեցիկ ուժեղ մեծ բյուջեներով պարապած, այսպես ասած, բիզնեսներ կգան եւ կլանեն, մերը չի կարողանա մեր փուճուր չկայացած այդ բիզնեսները չեն կարողանա մրցակցել։ Գիտեք, ընդհանրապես բիզնեսը, նույնիսկ շատ ոչ մեծ բիզնեսները սիրում են նույն ինչ-որ կայունություն տեսնել, ժամանակահատված։ Մենք նույնիսկ հայաստանյան պայմանում, երբ որ ինչ-որ մի պայմանագիր ենք կնքում, մինիմումը ուզում ենք տեսնել գոնե 5 տարվա այդ վստահությունը, որ մենք 5 տարի այդ տեղում կլինենք, այդ վստահությունը։ Այսինքն իհարկե լավ բաներ հայտարարվում է, այս ամեն ինչը լսում ենք, բայց դրսի բիզնեսները, երբ մենք խոսում ենք մեր նոր գործընկերների հետ, դրսի գործընկերների հետ, հայ գործընկերների հետ, բայց արտասահմանում մեծ փողեր ունեցող, մեծ գումարներ եւ հնարավորություններ ունեցող, դե ասма տեսնենք ինչ կլինի։ Այդ սպասողական վիճակը, որ մարդիկ բացի այսպես ասած այդ խոսքերից եւ սպասումներից ուզում են ռեալ տեսնեն ինչա կատարվում։ Իհարկե տեսնելու այդ կատարվելու այդ վստահությունը լինելու դեպքում ոչ թե միգուցե այլ իրանք ավելի վստահ եւ ավելի ոնց որ հանգիստ կկարողանան իրենց ներդրումները եւ կգան հայկական շուկա, բայց այս պահին ես մի փոքր սպասողական բան եմ տեսնում բոլոր գործարարների մոտ, ներդրումների մասով նույնիսկ Հայաստանում մի փոքր սպասողական վիճակ է, տեսնենք այս ամեն ինչը ինչ է լինում, այսինքն վիճակ կա։ Այս տարածաշրջանի տարածաշրջանում, Հայաստանում կապված նույնիսկ ընտրությունների հետ, հա, դա էլ է բնականաբար իր ազդեցությունը գործում, որովհետև մարդիկ ամեն դեպքում թե որ ուղղությամբ կգնա, ինչ կլինի, ամեն ինչը ազդեցություն ունի։ Գործարարը ստիպված է ցավոք սրտի այս ամեն ինչը գցել բռնել, ինչքան էլ բան լինի, որովհետև ինքը ես միշտ շեշտել եմ, հա, գործարարը, որովհետև մարդկանց մոտ տպավորություն կա, որ գործարարը, չգիտեմ, մի քանի միլիոն դոլար այնտեղ հավաքված գումար ունի դրած, տենց է եկել ստերեոտիպները, որ հա, գործարարը մի քանի միլիոն դոլար գումար ունի մի կողմ դրած ու կարող ինչ-որ փորձարկումներ անի, ինչ-որ բան փորձի չստացվեց մյուսը անի, բայց եթե նույնիսկ այսօր վերցնենք համաշխարհային գիգանտներին, նույնիսկ իրանց որ նայեք, իրանք բոլորը ինչ որ վարկային նույնիսկ միջոցներ ունեն, սեփական միջոցները բոլորը օգտագործվում են, այսինքն ցանկացած ներդրում անելուց գործարարը ուզում է ամեն դեպքում ռիսկերի նվազեցում լինի, այսինքն ինքը ռիսկ է տեսնում, այդ ռիսկերը անընդհատ գցում բռնում է։ Տնտեսագետները, փորձագետները միաբերան խոսում են հնարավոր ազդեցության մասին, որը արդեն այսօր ակնհայտ է, նշում է, որ այն ճգնաժամը, որը սպասվում է, ավելի շատ, ավելի դաժան է լինելու, քան նախորդ բոլոր այդ ճգնաժամերը։ Ինչպես է ձեզ այս ամենը պատերազմական իրավիճակը, Հորմուզի նեղուցի փակումը, գների, էներգակիրների գները, ինչպես է անդրադառնալու ձեզ ամբողջ տնտեսական համաշխարհային գլոբալ պատկերի վրա եւ Հայաստանի վրա մասնավորապես։ Արդյոք կիսում եք այդ վատատեսական սցենարը, որ ասում են, որ մեծ դեպրեսիա է սպասվում մեզ։ Նայեք, ընդհանրապես իհարկե կիսում եմ, բայց մի հատ մեծ բայց կա, ես միշտ շեշտել եմ, որ ցանկացած ճգնաժամից հետո լինում է շատ ուժեղ վերելք։ Ընդհանրապես ցանկացած ճգնաժամից հետո, եթե դուք նայեք թե առաջին համաշխարհային պատերազմը, թե երկրորդ համաշխարհային պատերազմը, թե տնտեսական բաները, թե ֆինանսական, թե անշարժ գույքի Ամերիկայում տեղի ունեցած բաները, այո, դա այս տարբեր բաներից հետո իրանք
ու միանգամից ունեցել ենք վերելք։ Ընդհանուր համաշխարհային տնտեսության մեջ է խոսքը նույնիսկ, ի՞նչ է տեղի ունենում։ Նման դեպքերում ընդհակառակը ուժեղ եւ այս իմ ասած ճկուն եւ խելացի բիզնեսմենը կարողանում է այսպես ասած օգուտ քաղել, մաղվում է շուկան։ Երբ որ ինքը տնտեսությունը աճ է գրանցում եւ ամեն ինչը բարձրանում, ամեն ինչը լավ է, բոլորը կարողանում են գոյատևել։ Այս դեպքում տեղի է ունենում այսպես ասած բան test drive-ը, այսինքն test drive-ն ինքը զտում է տեղի ունենում եւ նրանք ովքեր որ ավելի ամուր են, ովքեր ներդրումներ են արել իրանց կառուցվածքի, իրանց բրենդի կայացման, իրենց ակտիվների եւ ոչ թե իրենց пассивների եւ մյուս, այսինքն այդ ներդրումները ճիշտ ներդրումներ են արել, ճգնաժամից միշտ դուրս են գալիս ավելի հաջողված։ Որտեւ եթե մենք հիշենք, ես գիտակից կյանքում ինչ հիշում եմ, գոնե մի 4-5 տարի մեջ ինչ որ ճգնաժամ լինում է, չի լինում արդեն առաջ բացում ենք նոր ճգնաժամի մեջ ենք, մենք այլ ճգնաժամ COVID-ը չենք վերականգնել պատերազմ չի վերջանում, հիմա իրանական պատերազմը, ռուս-ուկրաինական պատերազմը եկավ մի հատ բան ստեղծեց, լիքը մարդկանց լիքը հնարավորություններ ստեղծեց, մեկ էլ հակառակ էֆեկտը տեղի ունեցավ, այսինքն ինչ որ շատ ֆիրմաներ ծնվեցին, կախված 22 թվականի ռուս-ուկրաինական պատերազմը, եթե ուսումնասիրենք, դրանից հետո շատ աճ տեղի ունեցավ, բայց հետո նորից գնաց մաղում, որովհետև այդ հաճախորդների քանակը պակասեց, նորից սկսվեց այն ֆիրմաները, որոնք պարզապես պահի տակ աճել են եւ գումարները չէին ծախսել ճիշտ ներդրումային գործընթացների վրա, իրենք ուղղակի շուկայից դուրս մղվեցին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ նաև խոսեց շատ հետաքրքիր մի հայաստանյան լոկալ ֆենոմենի մասին, որ բոլորը ասում են, որ աշխատատեղեր չկա, գործազրկության մակարդակը բարձր է, բայց միևնույն ժամանակ մենք ունենք հենց աշխատուժի խնդիր ինչ որ առումով, որ ստիպված են ես բազմաթիվ բիզնեսմեններ իդեպ գիտեմ, որոնք ստիպված են ներկրել, այսպես ասած, չակերտավոր մարդկանց, օտարերկրացիների, հատկապես սպասարկման ոլորտում։ Այ ինչն է խնդիրը։ Ցածր աշխատավարձներն են, թե ցանկություն չկա աշխատել այդ ոլորտում, ինչն է խնդիրը, որ պահանջարկ կա, մարդիկ կան, բայց ասում մենք տեսնենք, որ այս ուղղությամբ խնդիրներ ունենք լուրջ։ Այստեղ մի խնդիր չի, մի քանի լուրջ խնդիրներ կան, կոմպլեքս խնդիրներ են։ Կոմպլեքս խնդիրներից մասերից օրինակ հիմնական մասերից մեկը նա է, որ ոչ բոլոր ոլորտներն են հավասարաչափ զարգանում։ Եթե մենք նայենք ինչ է խնդիրը եղել Հայաստանում երկար տարիներ, սովետական միությունից սկսած, այսինքն այն եթե նայենք 90-ական թվականներին կրթված երիտասարդությունը այն ժամանակվա, որը հիմա եկել է եղել աշխատուժ է ինքը իրանից ներկայացնում, կրթվել է այլ որակներով, այլ ձևով, այսինքն դու ունես մասնագիտական, նույն հիմա սկսեց շատ արագ զարգանում է սպասարկման ոլորտը, հա, բայց սպասարկման ոլորտի մասնագետներ չկան։ Այսինքն մասնագիտական պակաս, տարբեր ոլորտների աճ, մարդկանց մոտ հոգեբանական նաև լուրջ խնդիր, որ ես վերջը սովորել եմ ես այս ոլորտում չեմ աշխատի։ Այս ոլորտում ես չեմ աշխատի, սա ինձ հարիշ չի։ Սա շատ տեղեր ենք սրա հետ առնչվում, հա, որ ես ախր վերջը գրասենյակային կամ պետական աշխատող եմ, այն ժամանակ աշխատել եմ ինչ բանում հիմնարկում, հիմա այդ ծառայության կարիքը չկա, որովհետև դա օրինական նույն խնդիրը մենք ունենալու ենք իմիջիալոց բանի հետ կապված, հա, IT ոլորտի հետ կապված։ Այսօր արդեն IT ոլորտին եթե ընդամենը մի տարի առաջ խոսենք, դուք կնշենք այն բարձր աշխատավարձները եւ այն մեծ պահանջարկը, որ կար աշխատողի եւ ծրագրավորողների IT ոլորտում։ Հիմա եթե նայենք, գնում է հստակ ճգնաժամ է, հա, հստակ ճգնաժամ է գնում եւ մի որոշ ժամանակ հետո էլ ստացվելու է, որ այդ ոլորտի աշխատակիցներն են դուրս մնալու։ Այսինքն ծրագրավորողները ստիպված են լինելու զբաղվել այլ մասնագիտությամբ։ Հիմա դե եկեք այդ պատկերացրեք այդ պահը ինքը ծրագրավորող կոմպյուտերի դիմաց հանգիստ նստած աշխատել է եւ ինքը իր աշխատանք, իր բարձր աշխատավարձը եւ հանկարծ պետքա որ ինքը գնա, չգիտեմ, սպասարկող աշխատի կամ խոհարար աշխատի։ Այսինքն այս տրանսֆորմացիայի շրջանն է, որի դեպքում բնականաբար տենց է լինում ու այդ բանն է, չէ, կուրիոզն է, որ դուք էլ նշեցիք, որ կա տեղ, որ ասում աշխատող չկա, մյուս կողմից էլ լիքը գործազուրկ կա։ Ինչի է այդ դեպքում բիզնեսը ասում աշխատող չկա, մյուս կողմն ասում աշխատանք չկա։ Իսկ կարստական բանականության այդ վտանգները, որ նշեցինք, որքանով ասացիք, որ հայկական բիզնեսը պետք է ադապտացվի, բայց արդյոք կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ հայկական բիզնեսը չադապտացվի, չկարողանա խաղի թելադրած պայմաններին, մարտահրավերներին դիմակայել
ու մենք ունենանք նաև այս առումով լուրջ ճգնաժամ, աշխատատեղերի կորուստ, գործազուրկ մարդիկ, հաշվի առնելով հանգամանքը հոգեբանական այդ խոչընդոտը, որ ես չեմ կարող անցնել, բայց իր փոխարեն արդեն աշխատում է ԱԲ-ն։ Թե ԱԲ-ն արհեստական բանականությունը կարող է նաև հակառակը խթան դառնալ, որ մենք տրանսֆորմացվենք։ Իրականում ավելի շատ վտանգը մյուս կողմով է, քան թե խթանի կողմով, որովհետև առավել քան իմ անձնական կարծիքն է, միայն իմ անձնականը չի, շատ-շատերի մասնագետների կարծիքն է, որ ամեն դեպքում արհեստական ինտելեկտի ներմուծումը բերելու է աշխատուժի վերջ-վերջո աշխատուժի ավելցուկի։ Հիմա քանի որ այդ տրանսֆորմացիոն պերիոդն է եւ ոչ բոլորն են կարողանում այդ ամեն ինչ օգտագործել եւ բանել, բայց եթե մենք հիմա նայենք մեծ կորպորացիաները, նույն համաշխարհային արդեն ովքեր կարողացել են մեծ ֆինանսներ ունենալու շնորհիվ շատ արագ կիրառել AI հնարավորությունները, ես նայում էի Microsoft-ի կրճատածը, Google-ի կրճատածը, քանի 100,000, 50,000, 60,000, 40,000 աշխատատեղեր։ Դա դեռ չի անդրադարձել հայկական շուկային, բայց հայկական շուկայում նույնիսկ եթե 1000, 2000, 3000 աշխատատեղ կրճատվի, դա լուրջ խնդիր է։ Այստեղ նայեք ինչ կարա լինի, նույնիսկ հնարավոր է, որ ընդհանուր առմամբ, օրինակ դուք ունենաք տնտեսական աճ, հա, ստացվի, որ բիզնեսները աճում են, բայց աշխատատեղը քչանում է։ Հիմա դա լավ է, թե վատ է, բիզնեսի առումով լավ է, հա, որոշակի բյուջեի առումով լավ է, բայց ընդհանուր միջավայրի եւ բանի առումով լիքը գործազուրկ է։ Դա շատ վտանգավոր է, որտեղ կարող է բերել կորպորացիաների հեգեմոնի, մոնոպոլիայի, երբ խոշոր կորպորացիաները կարող են արդեն հարստանալ, գերշահույթ եւ հանրությունը հակառակը։ Հասարակ բանից էլի, եթե խոսենք, այդ ընդամենը մի ամիս առաջ ընտրենք բանում էի արտերկրում էի Եվրոպայում եւ եթե ես հիշում եմ ու այնց երկրում էի, որ լեզուն ընդհանրապես չենք հասկանում, այն ժամանակ պարտադիր էր, որ գիտի մտել ենք թանգարան եւ մեզ պետքա գիտ։ Ու հիմա AI-ը դրած պահում եմ վրան ծրագիրը ու ինքը արագ ինձ բացատրում է իմ լեզվով, ինձ ասում է սա ինչ է, սա ոնց է, այսինքն ինչ եղավ այդ գիտի մասնագիտությունը։ Գիտի աշխատանքը կորավ։ Եվ մի քանի տարի առաջ ոչ մեկ չէր կարող պատկերացնել, դա շատ լավ մասնագիտություն էր, գրագետ մասնագիտություն էր, պահանջված մասնագիտություն էր, տուրիզմը զարգանում էր, հետևաբար նաև այդ ոլորտն էր։ Դա շատ բարդ մասնագիտություն էր, գիտի որակավորում ստանալու համար դու պետք է ամբողջ ուսումնասիրես այդ ամբողջ պատմությունը, տարիներով մարդիկ սովորում էին, մասնագիտություն էր ու հիմա ինքը դառնում է ոչ մի մասնագիտություն։ Ես անձամբ վերջին մի տարին երբ ոչ մի գիտի ծառայությունից էլ չեմ օգտվել, որտեղ շատ հարմար է, երբ հեռախոսը դրած ես կախված չեմ, որ գիտի հետևից գնամ ուրա։ Տուրիստական գործակալությունները եւս մնում են գործից դուրս, որովհետեւ մարդիկ արդեն տարբեր թարգմանիչներ, նայեք ինչքան բաներ կա, էլի շատ։ Իսկ որ այնուամենայնիվ որ ոլորտները ձեզ ավելի կգոյատևեն այս պայմաններում, չգիտեմ, մատուցող, խոհարար, հասկանանք ինչի վրա շեշտը դնենք երեխաների կրթության ապագայում։ Շատ հետաքրքիր աշխատություններ կա իրականում, եթե ինտերնետում փնտրեն, ես միշտ խորհուրդ եմ տալիս նաև մեր բաներին, ես ելույթ էի ունենում եւ մի քանի հոգի հավաքված էին, ես հենց հատուկ հանել էի եւ էկրանի վրա ցույց տվեցի մասնագիտությունների ցանկ երիտասարդների մոտ, ասի ովքեր են պատրաստվում այս մասնագիտությունները ընտրելու, ոգեորված բավականին մաս ձեռք բարձրացրեց, ասի շատ ներողություն եմ խնդրում, վերջնական բանի, հա 5-ից 7 տարվա ընթացքում այդ ժամանակ ասում էի մի տարի առաջվա ելույթ 5-ից 7 տարի, հիմա մի չկասկածում որ 2-ից 3, այնտեղ շատ կար նույն գիտներ, թարգմանիչներ, իրավաբաններ, այսինքն նույնիսկ այս կարգի մասնագիտություններ, էլի, բայց կային շատ հետաքրքիր նաև մասնագիտություններ, որոնք առաջանալու են, հա, դրանք են նաև հետաքրքիր, օրինակ դրանցից մեկը ժամանակի կառավարման մասնագետ, որը ձեր ժամանակը, այսինքն այն օգնական կոչվածը, որ ասում եք դուք օգնական ունեք, չէ, օգնականի կարիք չունեք, դուք ունեք ժամանակի կառավարման մասնագետ, որը ինչու՞ է ֆունկցիան լինելու, ենթադրենք գալու են զարթնացնելու, ասելու է գոհար վեր կաց, հիմա դու պետք է նախաճաշես, դու այս ժամին ունես հանդիպում 4:30 եթեր, հետո պետք է գնաս մարզադահլիճ, հետո ավելին մարզադահլիճ գնալուց առաջ ստեղով գնաս, ասենց արա, այս հանդիպումը օգտակար է թե չէ, այս մեկը արեք, թե այս մի արեք, ձեր ժամանակի բիզնեսմենի ժամանակի բան, որի կարիքը չի եղել, այսինքն եղել է օգնական, որին զանգել եք, ասել եք, ենթադրենք սա այս թղթերը ուղղակի բաները։ Իսկ հիմա ասում եմ ժամանակի էֆեկտիվ կառավարման մասնագետ, նման մասնագիտություն չի եղել, բայց հիմա արդեն դա դառնում է, որ կարա լինի։
Սա մեկ ֆիքսեցինք, հետո ես գույքագրում եմ։ Ես դեռահաս աղջիկ ունեմ, որ պետք է մտնի կյանք։ Հետ եկեք ուրեմն դրան առանձին վերադառնամ, որտեղ ինքը լրիվ այլ թեմա է, մոտ 40-ից 50 րոպեանոց առանձին առանցքային կետեր ասեք, մենք վստահ եմ հեռուստատողին հետաքրքիր, բայց մենք խոստանում եմ այս թեմայով մենք առանձին հանդիպում պետք է ունենանք։ Չէ, ինքը շատ կարևոր է։ Եկեք ես մի հատ update անեմ, որովհետև մի տարի 8 ամիսից մի տարի առաջվա եմ ասում, վստահ եմ, որ հիմա փոխվել է։ Ես դրանք միշտ է։ Շատ լավ, իսկ մյուս խնդիրը, որ ես առանձնացրել եմ հայկական բիզնեսի հարցում, դուք ունեք եզակի մոտեցում, դուք գտնում եք, որ բիզնեսը պետք է ինքնուրույն աշխատի, որ առանց ավելորդ միջամտության, այսինքն միկրոմենեջմենտ նաև պետք է լինի, բայց ոչ բոլոր հայաստանյան կամ առասարակ բիզնեսմեններն են որպես կանոն վստահում, այսպես ասած, գործընթացին, ես գիտեմ, որ անգամ նոմինալ է այնտեղ, չգիտեմ, տնօրեն, որը զբաղվելու է գովազդով, ամեն ինչ վերջում որոշում է տնօրենը։ Դու միևնույն է կարող կոմերցիոն տնօրենի հետ ժամերով բանակցես, քեզ հիմա հասել ես արդյունքի, ասում չէ, բայց գիտեք, մի հատ պիտի տնօրենը վերջում, որ այդ դեպքում ո՞րն է այս կոմերցիոն տնօրենի ֆունկցիան, եթե վերջում պետք է տնօրենը ամեն ինչ որոշի։ Այդ մերը իրապես մեր բիզնեսի շատ ցավալի կողմն է, շատ ցավալի, ինչի պատճառով անձնակազմի հանդեպ։ Մենակ վստահությանը չէ, դուք ներդրում չեք անում, երբ որ ես մեր մոտ, երբ որ մեր կազմակերպությունում դրվեց օրինակ կառավարման համակարգ եւ ես խորհուրդ տվեցի ընկերներիցս մեկին, մի մարդու, ով ասես կոնկրետ հետաքրքիր թվերով ասեմ, սեփական օֆիսի համար տվել էր $800,000 պատկերացնում եք թիվը $800,000 առել էր սեփական օֆիս, կահավորել էր, որ ինքը մեջ նստի, ինքը վարում էր մի քանի $100,000 մեքենա, բայց երբ եկավ հարցը բիզնեսի ավտոմատացմանն ու ստրուկտուրայի գծման $40,000, ինքը չտվեց, ասաց, ինչին տամ, ենա անում եմ։ Այսինքն այս սկզբունքը, որ մարդը պատկերացնում է ինքը ամեն ինչին հետևի եւ բանան, ինչի պատճառով էլ ցավոք սրտի, նայեք ոնց է, մենք միշտ մեր մոտ այդ բանն է եկել, հա, որ դուք գիտեք բիզնեսը սկսեցիք, դուք պետքա թողեք ձեր երեխային։ Այս հայկական բանն է, դա ամենամեծ եւ սխալ բանն է, որովհետեւ նաեւ իրական բան կա, հա, այսօր վերլուծություն կա գիտական, որ 90%-ից ավել դեպքերում ձեր երեխան չի կիսում, առավելևս չունի ձեր հնարավորությունները բիզնեսը կառավարելու, այլ ուղղությամբ է ինքը շատ ուժեղ։ Ուրիշ երազանք ունեն։ Ուրիշ երազանք ունի եւ դուք պարտադրում եք, որ դու արի իմ գործը շարունակի, ինչի պատճառով համ ինքնատուժվում, համ տուժվում է քո բիզնեսը։ Ինչ արվում ընդհանրապես միջազգային բանում, դա ստեղծվում է հենց այդ կառույցը, ստրուկտուրան, բաց բաժնետիրական ընկերություն, բաժնետ թղթեր, հիմնակը սկսում է ինքն իրան աշխատել եւ եթե հիմա դուք ասեք ով է McDonald's-ի տերը, ես չեմ կարող ասել, դուք էլ չեք կարող ասել, որովհետեւ տես տեր չկա։ Ինքը ամբողջ մի կորպորացիա է արդեն աշխատում ստրուկտուրա, իր սեփականատերով, ներդրողներով դուք էլ կարող եք մի հատ բաժնեմաս առնեք, դառնաք այդ ստրուկտուրայի տերը։ Ճապոնական հետաքրքիր մի ավանդույթ կա, որը ես երբ ծանոթացա դրա հետ, շատ զարմացա, որ իրենք շատ հետաքրքիր իրենց բնորոշ փիլիսոփայությամբ են լուծել այդ խնդիրը ժառանգորդի, որ կարող է քո երեխան պարզապես ենթադրենք ունակ չէ այդ բիզնեսը կառավարելու, այլ ցանկություն ունի կամ չգիտեմ, չունես երեխա։ Իրենք ворթեգրում են տաղանդավոր մի այդ ոլորտի երիտասարդի, ворթեգրում է այդ ընտանիքը, տալիս է իր ազգանունը, ենթադրենք չեմ Սուզուկի, ու ինքը արդեն ընտանիքի դինաստիայի անունից է հանդես գալիս, Սուզուկին ղեկավարում է հենց այդ ворթեգրած ворթին, բնականաբար շահը, դիվիդենդները ստանում են մնացած իրական բիոլոգիական Սուզուկի երեխաները, բայց ինքը այդ տաղանդավոր գտնում են հենց, չգիտեմ ինչպես են դա անում այդ զտումը, բայց գտնում են հենց այս բիզնեսին նվիրված, հետաքրքիր, դրա տաղանդավոր մեկին։ Ինձ շատ հետաքրքրեց այդ։ Ինքը շատ բան է, հետաքրքիր որտեղ, բայց ամեն դեպքում նույնպես ռիսկային է, որովհետև դուք անձ եք ման գալիս։ Բայց կա այդ անձի ֆիլիսոփայությունը այդպես է կառուցված հիմնական անձի վրա է, բայց մենք վերցնենք այդ անձին վերցրեցիք եւ վերցնենք այդ մարդը լավ վատ իմաստով չասենք դժբախտ եք պատեց, այդ մարդը լավ երկրից թողեց գնաց, ի՞նչ է լինում ձեր բիզնեսը։ Երկրորդին կորտեք։ Բիզնես,
Դրա փոխարեն կա շատ հստակ մեխանիզմը եւ դա վերաբերվում է ստրուկտուրային։ Երբ ստրուկտուրան ինքը իրանով աշխատում է, ոչ մեկ գաղափարի միջալից դա վերաբերում է նաեւ պետական համակարգին։ Ես միշտ դա բերում եմ, պետությունը նույնպես ինքնին իրան մի բիզնես մարմին է։ Եվ եթե պետությունը աշխատում է հստակ բիզնես բանով, այսինքն այստեղ անձից կապված չի լինում, ինքը շատ լավ է, ինքը հզոր է այդ պետությունը։ Եթե անձից կախված է 50-50 է։ Լավն էր ղեկավարը, լավն է, մեկ էլ հանկարծ իր որդին եկավ, դիկտատուրայի խնդիրն ինչումն է։ Եթե մենք նայենք դիկտատուր պետությունները, հա, նույն Արաբական Էմիրությունները, բանը, Քաթար, հա, Բախրեյն, լավ է, եկավ լավը մինչև 73 թվականը, մինչև գալը Էմիրատներում լավ մարդ գալը, այդ երկիրը այդքան նավթ ու բան ունենալով հանդերձ չքավորության մեջ էր մի հոգի էր հարուստ։ Հետո եկավ այդ տղան կրթված նորմալ բան, որոշեց երկիրը զարգացնի։ Հա, հետո իսկ այդ ընթացքում կողքը նույն ավելի հարուստ պաշարներով Քաթարը չի զարգանում։ Ինչի չի զարգանում, որովհետև այդ մարդը նորից այդ ձևի չի։ Հետո տղան գահանկեց անում հորը, ինքը լավն է։ Հետո ինքը թողում է մի տղային, տղան արդեն վատ է, ինքը սպադա ապրում։ Այսինքն 50-50 է։ Ստրուկտուրայի դեպքում, երբ որ ստրուկտուրա ինքը այնպես է դրված, որ ինքը տարբերակ չլինի, այսպես ասած մարդուց կախված, սա բիզնեսն էլ է։ Տեսեք, ես կհամաձայնեի ձեզ հետ մինչև վերջին իրադարձությունները, եթե չլինեին Միացյալ Նահանգների։ Այո, ես կհամաձայնեի ձեզ հետ, որովհետև մենք տեսանք, որ անգամ փոխզսպման մեխանիզմների կուր այդպիսի համակարգ, ինչպես մի հոգի կարող է ամբողջությամբ փոխել։ Ստեղ գալիս է արդեն նայեք, ես միշտ ասում եմ, կառավարման երկու համակարգ կա, որից մեկը հենց այդ նույն բանն է, այսօրվա դրա համար ես քաղաքականությունը չեմ սիրում, բայց ինձ հետաքրքիր է, ես խորը մի պահ շատ ուսումնասիրեցի եւ հասկացա, որ երկու մեխանիզմ կա, դա դիկտատուրան է եւ դեմոկրատիան այսօրվա դրությամբ։ Բայց կա մի հատ ուրիշ հետաքրքիր բան, որը զարգանում է, դա մերիտոկրատիան է։ Ինչ է նշանակում մերիտոկրատիա, երբ ընտրյալների բան է լինում, հա, հասկանում եք, ընտրյալների իշխանություն։ Դրա մի փոքր հատված այսօր կիրառում են Սինգապուրում։ Ես Սինգապուրում հանդիպեցի այնտեղ պաշտոնաթող մի պաշտոն բանի, իշխանավորի ու շատ հետաքրքիր էր այդ մեխանիզմը ինչ ձևով աշխատում։ Իր ռիսկայնությունն ինչումն է այդ ռեյտինգավորումը, բայց քանի որ հիմա կա AI, դա կարող է շատ լավ գործիք լինի։ Ինքը մի բառով ուղղակի ասեմ, եթե մեր ժամանակը ներում է, ինչ է ստացվում։ Ստացվում է նայեք, այսօր եթե դուք ուզում եք գնալ քաղաքականության, օրինակ, որոշել եք, որ կուսակցություն բրցեք քաղաքականության։ Ամեն դեպքում, իմ ասացի դեպքում կարող է ուզենաք նույնիսկ, այսինքն օրինակ դուք գնում եք քաղաքականության, ինչ է ձեզ պետք։ Նորից բիզնես տեսանկյունից շատ ձայն, բնականաբար շատ ձայն։ Եվ հիմա դուք գնում եք մեկը, որը տնտեսապես խելացի, խորացած, բան, գիտնական է, այս պետք է իրան համոզեք, որ ձեզ ձայն տա։ Իրան ինչքան լրջությամբ եւ ինչ ժամանակ ու բան պետքա ծախսեք ռեսուրս, որ ինքը ձեզ ձայն տա եւ դա մեկ ձայն է։ Դրա փոխարեն օրինակ հայտարարում եք, որ մենք վերացնում ենք բոլորի հավաքված տուգանքները կամ բանը։ Ինչքան ձայն եկավ։ Պատկերացնում եք, դրանք էլ են մեկ ձայն։ Իսկ մեր մերիտոկրատիայի դեպքում ինչ ասում, ասում է, գիտեք, այն մարդը, որը ձեր երկրի համար բան է ստեղծել, աշխատատեղեր է ստեղծել, կամ գիտական հայտնագործությունները արժեք ունի, ինքը ունի 50,000 ձայն։ Այն մեկը, որ մի անգամ տուգանքը չի վճարել, աղբը գցել է գետին, բանից լուսամուտը բաց է բանա շպրտել, ծխել է փողոցում, էս արել, ինքը ունի 0.5 ձայն։ Հիմա նայում եք 100,000 հոգի սենց համոզեք այդ մարդուն, թե գնաք մի հոգու, ու ավտոմատ ստացվում է ոնց որ ընտրյալների բան։ Ես այս թեմայի շուրջ այդքան էլ համաձայն չեմ ձեզ հետ, բայց ցավոք մեր ժամանակը սպառվեց։ Մենք դրա մասին կզրուցենք հաջորդ հանդիպման ժամանակ, երբ դուք մասնագիտական ցանկ ընտրությունների կտակ, սա եւս ընդգրկված կլինի։ Շնորհակալություն, պարոն Մելքոնյան, հետաքրքիր զրույցի համար։ Նշեմ, որ տաղավարում զրուցում ենք բիզնեսից տրանսֆորմացիայից, արհեստական բանականության առաջացրած մարտահրավերներից եւ հայկական բիզնեսի առանձնահատկություններից Art-Launch ընկերության ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանի հետ։ Շարունակեք իրադարձությունների զարգացմանը հետևել առաջին լրատվականի եթերում եւ չմոռանաք բաժանորդագրվել մեզ։